Հոկտեմբերի 16-ին կայացավ լավաշի դիմանկարներ հայկական հացը ֆոտոպատումներում խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, նվիրված հացի և պարենի համաշխարհային օրվան։ Երեմյան ընկերությունների խումբը Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ կազմակերպեց և ներկայացրեց ցուցադրություն, որտեղ ներկայացված էր լավաշի 20 յուրահատուկ դիմագիծ, պատմություն և անուն։ Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանի խոսքով ցուցադրության նպատակը այցելուներին ևս մեկ անգամ հիշեցնելն է, թե ինչ դեր և նշանակություն ունի լավաշը և հացը հայերի կյանքում։ Այցելուները ևս մեկ անգամ հաղորդակից կդառնան լավաշի ծանոթ եւ անծանոթ դեմքերին, ինչպես գիտենք, լավաշը պատրաստելիս յուրաքանչյուր լավաշ ունի իր առանձին դեմքը, դիմագիծը, իր պատմությունը, պայմանավորված հացթուխով, իր վարպետությամբ, իր ջերմությամբ, սիրով, որը տրվում է խմորին, որը փոխանցվում է հացին, կրակի օգնությամբ։ Եվ շատ կարևոր է, որ մենք նաև այս պատմության եւ փոքրիկ այս ցուցադրության մասնիկը դառնանք եւ արժևորենք այն հացը, որը մենք ամեն օր կիսում ենք մեր հարազատների հետ, մեր ընտանիքի հետ եւ չմոռանանք նաեւ, որ այն իրապես կյանքի մի կարևոր մասնիկն է պատմության կամ տրամաբանության մեջ։ Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյանի խոսքով նման միջոցառումները հնարավորություն են տալիս հավաքել, պահպանել եւ փոխանցել մշակութային ժառանգության արժեքները։ Հայաստանի պատմության թանգարանի համար իսկապես կարևոր է նման նախաձեռնությունները, որովհետև թանգարանը իրականացնելով իր հիմնական առաքելությունը, այն է հավաքել, պահպանել եւ սերունդներին փոխանցել մեր մշակութային ժառանգության արժեքները, կարևորում է նաեւ դրանց կենթանի պահելու, այսպես միտումը եւ շարունակականության ապահովելու միտումը։ Այդ տեսանկյունից այս ցուցադրությունը վառ ապացույցն է այն բանի, որ մենք կարող ենք համատեղ իրականացնել այդ կենթանի պահելու կարևոր առաքելությունը եւս։ Ցուցահանդեսն անցկացվեց հացին նվիրված ծիսական երգերի կատարումներով։ Հայաստանի պատմության թանգարանի ազգագրության բաժնի գիտաշխատող Աստղիկ Իսրայելյանը ցուցադրության ընթացքում ներկայացրեց աղ ու հացի դերը հայկական մշակույթում խորագրով բանախոսություն։ Երբ առաջի հացը կպցնում են թոնրի կողին, որ թխվի, ասում են. «Թազախաց, խացի հրեշտակներ, դուք օգնական եղեք, չարը բարին դար»։ Երբ հացը թոնրի մեջ արդեն տժտժում է, հացթուխն ասում է. «Խեր, հացին էժանություն, մահին թանկություն, իմ հորն ու մորն արքայություն»։ Ըստ որում միշտ անցածների հետ է կապվում հաց թխելու արարողությունը, նախնիների հետ, իրենց արդեն այս աշխարհից հեռացած ծնողների հետ, որոնք նույնպես պիտի օրհնություն բերեն տանը։ Լավաշի դիմանկարներ հայկական հացը ֆոտոպատումներում խորագրով ցուցադրությունը Երեմյան ընկերությունների խումբը անցկացնում է արդեն 3-րդ անգամ, առաջինը 2023-ին էր։ Հացը հայերի համար ոչ միայն կարևոր ինքնության բաղադրիչ է, այլ նաև կյանքի յուրաքանչյուր էտապում կիրառվող օգտագործող կարևոր բաղադրիչ։ Հացով մենք դիմավորում ենք նորածիններին, հացով մենք նորապսակների արարողությունն ենք իրականացնում եւ հացով նաեւ ճանապարհում ենք մարդկանց։ Լավաշը հայ ժողովրդի խորհրդանիշներից մեկն է։ Այն դարեր շարունակ չի փոխել իր առանձնահատկությունները եւ ըստ էության շարունակում է լինել մեր սեղանի կարևոր էլեմենտներից մեկը։